Բարև ձեզ, եթերում 1000-ից հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Մեր այսօրվա հյուրը 41-ամյա Վիգեն Բաղդասարյանն է, ով ունի ոտքի խնդիր եւ բուժման կարիք։ Բուժման համար անհրաժեշտ գումարը Վիգենը վաստակում է դրսում երգելով, իսկ երգելու կարողությամբ Վիգենին Աստված անկասկած օժտել է։ Մինչ կսկսենք մեր այսօրվա զրույցը, ուզում եմ հիշեցնել, որ նախագծի գործընկերը Ձերժավա ընկերությունն է։ Եվ այսօր նախագիծը նաև կարևոր գործ է անում, քանի որ շատ մարդիկ դիտելով հաղորդումը նաև անհատապես օգնում են մեր հյուրերին։ Հետևաբար ձեր դիտումը, մեկնաբանությունը եւ տարածումը անչափ կարևոր է մեզ համար, քանի որ դրանով ոչ միայն ձեր մեծ ներդրումն եք ունենում հաղորդման զարգացման գործում, այլ նաև մեր հյուրերի խնդիրների բարձրաձայնման եւ լուծումներ գտնելու հարցում։ Վիգեն ջան, բարև ձեզ, շնորհակալ եմ, որ շմերժեցիք մեր հրավերը։ Ես համացանցում տեսա տեսանյութեր ձեր մասնակցությամբ, որտեղ դուք երգում եք եւ ինչու ինձ հետաքրքրեց ձեր պատմությունը, որովհետեւ դուք իսկապես շատ լավ եք երգում, ձայնեն շատ լավ տվյալներ ունեք եւ ձեր տվյալներով առնվազն ցանկացած ռեստորանում պետք է որ աշխատանք ունենայիք։ Մինչ կսկսենք մեր այսօրվա զրույցը, ուզում եմ նախ մեր հեռուստադիտողներին ցույց տանք այդ տեսանյութը, հետո շարունակենք։ Նախ ուզում եմ մի փոքր ժամանակի մեջ հետ գնանք եւ հեռուստադիտողներին ծանոթացնենք Վիգեն Բաղդասարյանի հետ, հա։ Երբ եւ ինչպես սկսեցիք երգել, փոքր տարիքից եք երգել եւ ունեք արդյոք մասնագիտական կրթություն, թե ինքնուս սովորել եք, ունեցել եք այդ երգելու շնորհը եւ երգել եք։ Ես սովորել եմ դհոլ։ Շատ ուժեղ դհոլչի եմ։ Նաեւ։ Բայց երգելը ինքնուրույն ստացվեց մոտս սկսեցի երգել։ Ես Ռոստովից եմ։ Ծնվել մեծացել եք Ռոստով։ Ոչ, ես Բաքվի հայ եմ, փախստական, այնտեղ եմ ծնվել։ Այստեղ էլ Հրազդանի քաղաքացի եմ։ Ուրեմն ես Ռոստով համարյա 20 տարի ապրել եմ։ Մայրիկս, երեխաս, ընտանիքս տեղ սա Ռոստով են, իրանք Գրաժդանին են Ռոստովի, բայց ես չէ։ Ինձ դեպորտացիա արեցին 5 տարով։ Ինչու համար։ Դոկումենտ չունեմ, պասպորտ չունեմ, դաժե միջև հիմա ես հայկական պասպորտ չունեմ։ Ձեր կինը հայ է ազգությամբ։ Ես բաժանված եմ, այո։ Հա։ Այո։ Իսկ երգելու շնորհը ով է ձեր մեջ առաջինը նկատել, երբ եք սկսել երգել, այսինքն։ Ես ինքս եմ նկատել ու սկսել եմ երգել, տեսել եմ ստացվում է ռեստորանում, շատ լավ ռեստորաններում, հարսանիքներում երգել եք։ Ունեմ նկարներ դհոլով, երգելով, հայկական, շանսոն, ռուսական երգում եմ, Աստված փառք Աստծո տվել է այդ շնորհքը։ Այո։ Ուրեմն ինձ դեպորտացիա արեցին, եկա ստեղ, մտամ կլուբները որ աշխատեմ,
Ինձ ասացին, որ ստեղ դիջեյսկի մոմենտներ ա, էլի, գնա Քանի ռեստորաններ։ տարի առաջ եք Հայաստան վերադարձել։ Մի տարի 3 ամիս։ 5 տարի 3 ամիս։ Այո։ Այսինքն փորձել եք տարբեր ռեստորաններում։ Ռեստորաններ չեմ գնացել, կլուբներ եմ մտել, ասել են, որ չէ, ու արդեն դե մի կերպ ապրել ա պետք։ Մտել եմ ստրոյկա աշխատելու։ Ընկել եմ։ Շինարարություն եք Այո, անում։ շինարարությունից Ինչ շենք եք կառուցում։ մոնոլիթ ենք լցնում։ Ընկել եք։ Ընկել եմ, հա։ Այդ մարդը շեֆը ինձ շատ օգնեց, Արմենը անունը շատ օգնեց ինձ։ Հետո գնացի Աստծո տուն ապրելու։ 3 ամիս Աստծո տանը ապրեցի։ Եկեղեցում։ Չէ, կենտրոն, վերականգնողական կենտրոն։ Հա, Էդիկի մոտ, Էդոյա անունը շատ լավ մարդ Կոչվում է է։ Աստծո տուն վերականգնողական Այո, կենտրոն։ թարախը մեջքիս էլ էր խփել, մեկ էլ տազիս։ Նայություն, ինչ վնասվածքների եք ստացել ընկնելու հետևանքով։ Ինքս ինձ մեկ էլ բժիշկները սխալ սրսկումներ են արել, որը որ հետևյալ տվել է թարախ, մեջքիս, տազիս եւ ոտքիս։ Ուրեմն Էդիկը օգնեց, սարքեցինք պետպատվերի թուղթ, օպերացիալեցին մեջքս ու տազս, բայց ոտքս մնաց։ Դուրս եկան դե։ Ինչու ոտքը չարվեց այդ ժամանակ։ Մի հատ էր թուղթը։ Հասկացա։ Ուշադրություն չեմ դարձել ոտքին։ Ձեր գործատուն Էդիկը չօգնեց, որ նաև ոտքի խնդիրը լուծեք, որտեղ եթե շինարարությունում է եղել վնասվածքը, պարտավոր էր։ Չէ, Էդիկը շինարարություն չի եղել, ինքը կենտրոնի տերն էր, Արմենն էր, շինարարություն շատ է ինձ օգնել, իր ցավդանեմ, շատ լավ մարդ է։ Բայց փաստորեն այս պահին ունեք չլուծված խնդիր ոտքի։ Այո, ոտքս արդեն թարախը չաշկի տակ քարացել է, դարել է պանիր, պետք է կտրել, մաքրել։ Եվ որքան գումար է անհրաժեշտ այդ ամբողջ։ Ես գնացի, ինձ ասեցին, սկզբից ասեցին 700,000, ինձ օգնեց Տարոնը 440,000 դրամ օգնեց, բայց իր տված փողը գնացել է MRT, կատե 2 անգամ, ռենտգեն։ Այդտենց էլի։ Հիմա բուն վիրահատության կամ բուժման գումարը այդ 1,100,000 վերջի անգամ։ Այո, այո։ 1,100,000։ Ես երկում եմ դրսում ինձ հերիք անում ապրել, ուտել, ծախսերս։ Նես չի որ ես իմ միլիոններ եմ աշխատում։ Բայց ժողովուրդը, մեր հայազգը ցավները տանեմ, անտարբեր չեն ասում։ Վիգեն, դուք ասում են աշխատանքը, հա, մեզանից բանում է երկու մեծագույն չարիք՝ ձանձրույթը եւ կարիքը։ Այսինքն դուք այսօր կարողանում եք ձեր ազնիվ աշխատանքով վաստակել ձեր օրվա հացի գումարը, ձեր ապրուստի գումարը, բայց վիրահատության այդ մեծ գումարը հավաքել բնականաբար չի ստացվում։ Գիտեք ինձ ինչն է հետաքրքիր։ Մարդիկ, ովքեր փողոցով անցնում են, տեսնում են ձեզ եկելուց, բնականաբար նրանք անմիջապես չեն հասկանում, հա, որ ունեք խնդիր, զուտ ձեզ ընկալում են որպես փողոցային երգիչ, կոպեկներ են տալիս, բայց այդ մարդկանց մեջ ավելի շատ անտարբերությունն է, թե սրտացավությունը։ Սրտացավությունն է։ Իրանք մենակ կոպեկներ չեն ինձ տալիս։ Իրանք ինձ 5,000-անոց են տալիս, 1,000-անոց են տալիս։ Ասենց է եղնում լավ երգելու համար։ Ես նենց երգեր եմ, երկու մարդիկ լացում են։ Մենք հայի երկու տեսակ ունենք, հա, մի տեսակը պատրաստ է իր վերջին խնայողությունը անգամ հանել տալ դիմացինին, մի տեսակ էլ ունենք, որը ոչ միայն անտարբեր է, այլև նույնիսկ կարող է հարվածել, հա, ընկած մարդուն եւ անցնել։ Այո, քացով խփում են ящикից։ Այդպիսի դեպքեր են։ Այո, ասենք իրենք արևտուր ունենում դեմս իրենց խանգարում եմ։ Ասում են հավաքի դրանքով, բայց դե հիմա ես էլ եմ աշխատում։ Ինչ անեմ։ Բայց հետո լեզու են գտնում, ուրիշ մարդիկ մտնում են իմ համար, կռիվ են անում հետները, քաշում են գրախ, ես դալշը երգում եմ, իմ երգս։ Ինձ հետաքրքիր է դուք որպես մեկը, ով ունեցել է արժանապատիվ աշխատանք, ով ասացիք լավ ռեստորաններում է երգել, բնականաբար նաև լավ վարձատրվել է, ինչ եք այսօր զգում, հա, երբ որ ստիպված եք այսպես նայել մարդկանց ձեռքին, սպասել մարդկանց կարեկցանքին։ Ես գիտեք ոնց, ինձ ժամանակ են տվել ոտքիս համար։ Որքան է այդ ժամանակ։ Մի ամիս։ Նորից մի անգամ մի ամիս տվել էին չարեցի ոչ մի բան։ Հակառակ դեպքում։
Տալոնի ցավը տանեմ Տարավիրա ստուդիա, երկեցին դեղ շատ մարդիկ էֆիրում էին, օգնեցին։ Ինքը այնտեղ հանեց ինձ փողը տվեց 300,000։ Միջով էտել, որ եկավ ինձ տեսավ դրսում երկելուց հանեց ինձ, երկս լսելով անցնում էր ուղղակի 140,000 այդտեղ տվեց։ Բայց էլ եմ ասում, իր տված փողը ինձ հերիք է ալել մենակ իմ MRT 2 հատ կատե մեկ էլ ռենտգենների փողի։ Հիմա որևէ գումար չունեք հավաքած, գոնե մի փոքր, որի վրա պետք է ավելացնել։ Ոչ, Ոչ մի գումար ոչ։ չունեք։ Խեմ ասում ոչ, որովհետև շատ վատ է ապրում մայրիկս Ռոստովում։ Իրեն եք օգնում։ Իրաներ եմ օգնում։ Մի հատ էլ կին ունեմ ռուս Մարինե անունը։ Իրան էլ եմ օգնել։ Սենց բաներ էլի, ես ասենք չեմ կարող։ Աստծո հույսով սպասում եք։ Այո, Մի դուր այո, կբացվի եւ այո, իրադարձության այո։ գումարը կհավաքվի։ մի ամիս հիմա տվել են, ասել են եթե հանկարծ մի ամսում չարեցիր, Ամրոյան գոր Հայաստանի ամենաուժեղ բժիշկն է։ Օրթոպեդիկ հիվանդանոցում։ Ասեց տակից հեն արդեն սևանում է։ Գանգրենա է Այո, ասում։ այո։ Եթե գանգրեն ախպեց, արդեն չեմ ուզում ասեմ։ Չեմ էլ մտածում այդ մասին գժվեմ։ Պրոստը Հուսանք իմ երկելով չենք հասնի դրան։ Աստված կվելևա։ Ինչ ասեմ։ Վիգեն, քանի ամիս եք աշխատել շինարարությունում։ Երևի մի 7, 7 ամիս։ այո։ Եվ ինձ հետաքրքիր է շինարարությունում այդ վնասվածքները ստանալուց հետո արդեն գումարի կարիք ունեիք եւ դրանից անմիջապես հետո դուրս եք եկել փողոց երկելու։ Չէ։ Դուրս եմ եկել, ես ինչ երկեր։ Ես вообще պարկած չէի կարում իմ ամեն ինչ ցեղել է դեղաշորի մեջ։ Հա։ Մարդ է եղել կողս։ Էդո անունով էլի։ Օգնել է ինձ։ Հարազատ թե ընկեր ծանոթ։ Ընկեր իր հետ էինք ապրում։ Հիմա ինքը իհարկե դարել է բոմժ։ Ես երկելուց գալիս եմ մոտս, օգնում եմ իրան։ Չեմ մոռանում այն օրերը, որ ինձ Բոլորին օգնում եք, բայց ամենամեծ օգնության կարիք այս պահին դուք ունեք։ ինչ անեմ։ Մարդը այնպես կողքս եղել են բաներ արել, որ ասում եմ տեղաշորի հրային է եղել ամեն ինչս հասկացեք արդեն էլի։ Հարազատներ չունեք Հայաստանում։ Ունեմ, Հայաստանում քերի ունեմ, այս մի տարվա մեջ էլ չեմ մնացել տեսել։ Չեք կարողացել։ Չէ, ուզում եմ Բայց նորմալ գնամ։ Հա։ Դզվեմ նոր գնամ։ Ուրիշ քերակին ունեմ։ Ու վсё։ Հարազատները չունեն հնարավորություն գոնե քիչ օգնելու։ Չէ, չունեմ։ Ինտեր ունեմ։ Իրացնողները իմ հարազատներն են Դավիթ անունով։ Այսինքն բարոյապես, հոգեպես ձեր կողքին են, բայց ֆինանսապես Չեն չեն կարող, կարողանում ձեզ օգնել։ Չեն կարող։ Մեկ եղնի, որ ասում է իրանց օգնի։ Վիգեն, իսկ ինչու չեք դիմել ավելի մեծ ռեստորանային համալիրներ, երաժշտական ակումբներ, որտեղ ձեր ձայնային տվյալները ձեզ թույլ են տալիս լավ աշխատանք գտնելու։ Գուցե հենց այս վիճակով ձեզ ընդունեն աշխատանքի։ Ես շատ կուզենայի նստած երգեմ։ Ես նենց չի, որ շատ ուժեղ ռեստորաններ եմ աշխատել Ռոստովում, Ռուսաստան։ Քանի տարի։ 18 տարի երգել եք Այո, ռեստորաններում։ հարսանիքներ, ուրիշ քաղաքներ գնացել։ Ինչպես էին ձեզ այնտեղ ընդունում։ Շատ Հանդիսատես շատ ինչպես էր ձեզ ինձ նենց են ընդունում, որ գալիս էին, մի անգամ զակազ տալիս էին, փողը դնում են, ասում են սպասում եք։ Ես ինատու չէի ուզում գնամ, մեծ գումար էի ասում, հանում դնում էին։ Ասում են սպասում ենք։ հարսանիքների Այո, հրավիրում էին շատ լավ եմ մեծ երգել, գումարներով։ այո, շատ լավ մուզիկանտների հետ, իզվեսնի մուզիկանտների հետ։ Ում հետ։ Դե Ռոստովում շատ իզվեսնի մուզիկանտներ կան, որոնք Ռուսաստանում են իրանք իզվեսնի էլի, նենց չի որ։ Կոլյուն, ստեղ Հայաստանում կա երգիչ, Կոլո, հիմա Ամերիկա է։ Այո։ Ռոստովում ես իր հետ եմ նվագել։ Ինքը իրան կանչել են Ռոստով, ես դողլչին էի այնտեղ։ Շատ ուժեղ դողլ եմ խփում։ Այդպես։ Իսկ դհոլ եք նվագել Ռոստովում։ Ասում եմ դողլչի եմ եղել, կանչել են եղել է դողլչի ու երգիչ։ Երգիչ եւ դհոլ միաժամանակ նվագել։ Այո, դրսում ասենք հարսանիքը հարսին հանելուց դուրսը։ Հա։ Դհոլ, ներսնել
դհոլը կար, երգում էի, մի հատ էլ կլավիշնիկ երգիչ կար, սենց էլի։ Այսինքն այնտեղ կարողանում եք ձեր վաստակածով բարեկեցիկ կյանք վարել։ Շատ ընտիր ձևով։ Այսինքն ամեն ինչ փոխվեց ձեզ Հայաստան դեպորտ անելուց հետո։ Այո, ընկա, պրոստը ընկա սենց եղավ։ Այդ սրսկումներից հետո, նես չի որ ընկա սենց եղավ, բայց այդ մարդը, որտեղ աշխատում է Արմեն անունով, հալալեղն է, Աստված պայի, ինքը Աստծո մարդ է, Աստված պայի իր բալեքի։ Փորձել եք նորից դիմել գուցե նաև Արմենին օգնություն տային ոտքի չեմ փորձել, որովհետև շատ է արել ու առանց վերադարձի, առանց ոչ մի բանի, դաժե միջով այդ աշխատելուց ինձ շատ է օգնել։ Ձեր ոտքի վիճակը հիմա օրհասական է, հա, մեկ ամիսը շատ քիչ ժամանակ է, բնականաբար փողոցում նվագելով չեք կարողանա այդ գումարը հավաքել։ Չէ, ինչի մասին է խոսքը, ես ասենք հազիվ էլ եմ ասում, հազիվ չէ, փառք Աստծո, դաժե եղնում է աշխատում եմ հաջորդ օրվա ծախսերն եմ աշխատում։ Սոված չեք քնում։ Չէ, փառք Աստծո, ոնց կարամ սոված քնեմ, ես ձեր երգում եմ։ Ուղղակի միլիսեկը ինձ խանգարում են, չեն թողում աշխատեմ։ Գալիս են ստից գնա, ստե մի երգի, որտեղ նստում եմ խանգարում են։ Մի ժամ ստեղ, մի ժամ դեմ, բայց դե էլի այդ մի ժամը ինձ ընդեղ։ Կարողանում եք։ Այո։ Իսկ ոտքի համար չեք դիմել պատկան մարմիններին, գուցե հնարավոր լինի։ Ես չեմ կարող ստեղ ոչ մի բան անել, որովհետև իմը սաղ պլատնի է։ Որովհետև ես եկել եմ ստեղ 27 տարի չեմ եղել Հայաստանում։ Քաղաքացիություն ունեք, բայց Հայաստանի։ Граждане, есть, гражданин Армении. Поэтому меня депортировали. Հա։ Բայց քանի որ չունեք ապահովագրություն, վճարով է, այո, ոչ թուղթ ունեմ, ոչ ինվալիդնես, ոչ թոշակային, ոչ մի բան չունեմ։ Շատ լավ, Վիգեն, ինձ հետաքրքիր է նաև ասացիք, որ սրտացավ մարդիկ փողոցում ավելի շատ են։ Այո։ Իսկ լինում են դեպքեր, երբ որ մարդիկ ոչ միայն այսպես լսում են, գումարը դնում անցնում են, այլ ձեզ հետ զրույցի են բռնվում, ձեր կյանքից են հարցնում։ Հա, եղնում են ոտից են հարցնում, ինչ եղավ։ Այսինքն մարդիկ արդեն ինչ-որ չափով նաև ձեզ ճանաչում են։ Ոնց, ես անցնում եմ խանութներում բարև ձեզ, շատ լավ եք երգում ժողովուրդը։ Ես TikTok-ի մեջ արդեն տարոնն եմ ցարել, որ ամենտեղ կամ ժողովուրդն էլ կանգնած իմ երգերս նկարում են ու ես ասենք կարամ ասեմ չեմ նկարեք, բայց քիչ որ նկարեն մարդիկ։ Իհարկե։ Դուրները գալիս է թող նկարեն։ Հետո շատ տեղեր համարս վերցնում են, որ կանչեն ծնունդներ։ Վաղը գործի եմ, ծնունդի եմ։ Արդեն ունեք պատվերներ։ Դե տենց շատերը վերցնում են ու չեն էլ զանգում, բայց 2-3 անգամ արդեն գնացել եմ, գումարը ասում են ինչքան սկզբից, որ հետո հարցեր չեն։ Դե այս պահին դուք ավելի շատ ճանաչելիության խնդիր ունեք։ Հա։ Եթե ձեզ ճանաչեն, վստահաբար եւ օգնելու նպատակով։ Ես դեռ ասեմ, որ արդեն ճանաչում են շատ են ճանաչում։ Ես որտեղ անցնում եմ, ինձ բարև ցավը տանեմ, ինչ լավ է։ Զուտ նկատի ունեմ մարդիկ ճանաչեն, որպեսզի հարսանիքների առնելի ժամանակ ձեզ հրավիրեն։ Այո, բայց պետք է դզվեմ, սենց չեմ կարա ես։ Սենց չեմ կարա։ Նստած չեք կարողանա երգել։ Ես կենտրոնից հելամ, վերականգնողական Աստծո տնից, դինամիկ արամ, այդ դինամիկի փողը հավաքել եմ ողորմություն խնդրելով, մարդկանցից փող ուզելով, խնդրելով, ճանաչ չէ, արամ դինամիկը, ես գիտեի, որ ես կարամ, ու հենց դինամիկը առնելու օրը ես իրա փողը աշխատեցի, 3 ժամում, այդպես։ Վիգեն, ինչի մասին էր երազում փոքրիկ Վիգենը, երբ որ նրա այդ երգելու տաղանդին Փոքրվաղ ես չեմ երգել։ Չեք երգել։ Քանի տարեկան եք սկսել երգել։ 20։ Մինչև այդ չէի երգում, այսինքն ձեր տաղանդի մասին տան անդամները չգիտեին։ Ոչ, դհոլ էր մենակ։ Միայն դհոլ։ 4 տարեկանից Ինչպես սկսեցիք երգել։ Տեսա, որ ստացվում է։ Ռուսերեն ավելի լավ եմ երգում, չեմ հայերեն։ Տենց ասեմ, որ Այդ դհոլի հետ, հա, նվագելու ժամանակ նաև Չէ, դες բան չկա, երգել նվագելուց չկա։ Կարամ շատ բաներ կարամ։ Բայց չէ, դհոլն է,
Եթե նվագում ես դհոլ, պետք է խելքդ գցես դհոլի վրա ու Կենտրոնանաս։ տենաս ինչ ես անում, այո։ 20 տարեկանից սկսեցիք երգել։ Հա։ Իսկ երբ որ լսեցին ձեր երգելը, կողքից մարդիկ չէին հորդորում, որ այ կարող է սովորի նայել երաժշտական։ Սկզբից այդ ձև չէի երգում։ Ոնց է։ Հետո մտա մեջ երգի ու սկսեցի երգել։ Շանսոնը երգում եմ, կարամ 6 ձև ձենես փոխեմ։ Հա, ասենք, այս երգիչի ձենով երգեմ, այն երգիչի ձենով երգեմ։ Ну, հենց իրան տոշնի չէ, բայց դե նմանություն շատ կա ու այո, այդպես։ Եթե ձեզ խնդրեմ մի փոքրիկ հատված կկատարեք հիմա։ Առանց մուզիկա։ Հա։ Կարամ մուզիկան միացնեմ։ Իհարկե։ Ռոստովին շատ են հավանել, ամենտեղ կանչում էին։ Պիտիգորսկ, Նովորոսիիսկ, Մոսկվա։ Կինս շատ լավն էր, ուղղակի իմ մեղավորությամբ կորցրեցի։ Բայց երեխաս հետոս 15 տարեկան է տվես։ Այո, բա ոնց չկա։ Գալիս համերտուն, նմանտեղ։ Շատ այն սիրում, ես էլ իրան եմ շատ սիրում, որովհետև այս աշխարհում ես այդ մի հատ բանն է, որ իմ մոտ լավ է ստացվել, այդ երեխան։ Դե երգելն է, բայց երեխան ավելի կարևոր է։ Իհարկե։ Ոչինչ, ես ուզում եմ հիմա, չգիտեմ, կարող Հայաստանում մնամ, դուրս գա ու մնամ, արդեն դուրս շատ բան է եկել այստեղ։ Հատկապես ի՞նչն է դուր եկել։ Ամեն ինչը, լրիվ ուրիշ Հայաստանն է։ Վերջին անգամ երբ եք եղել Հայաստանում ինչ։ Եկա մի ամսով 18 թվի պասպորտ հանեցի ու գնացի։ Փոքր տարիքից եք տեղափոխվել։ 8 տարեկանից, հա, Հրազդանից գնացել ենք Պիչիգորսկ, Մինվոդի, ու մնացել ենք այնտեղ։ Այս երգը ուզում եմ այս փոքրիկ հատվածը նվիրեմ մեր մայրիկներին։ Միշտ հիշենք։ Շնորհեմ։ Երազիս մեջ դուրս թագին ով են ասին էսիս է դասից իշվան պարավմիդին ասաց մատաղ լինեմ քեզ դասից իշվան պարավմիդին ասաց մատաղ լինեմ քեզ մի գետոր հաց բողորմացի աղքատքին եմ որ պանդեմ ու ես իսկույն դուրս բացին հրաշքներած մայրիկս են ու ես իսկույն դուրս բացին հրաշքներած մայրիկս են։ Շնորհակալություն։ Եկեն ուզում եմ հարցնել, կա մի երգ, որը երգելիս այսպես կոկորդը սեղմվում է, այսինքն նմանացնում եք ձեր կյանքի պատմությանը, հուզվում եք։ Այսինքն երգ, որը ամենաշատն է այսպես ազդում ձեր հոգեվիճակի վրա։ Ճիշտ ասած, ցավգիշեր երգել եմ։ Երեք։ Ծնունդի եմ եղել։ Դեռ չեմ քնել, որ հանգարց քնեի, ուշանայի, գարանցիկ։ Ոնց ես մոտ։ Դրա համար մի քիչ կա շատ տենց երգեր կան,
Որն է սպայն եկավ ձեր մտքին, որ նմանացնում եք ձեր կյանքին, ձեր ճակատագրին։ Պետք է նայեմ 3625 հատ երկ կա մեջը։ Այդքանը պետք է նայեմ, որովհետև այդպես մի հատ չկա։ Շատ կա։ Վիգեն, ձեր կյանքում կան մարդիկ, ով ձեր հանդեպ սխալ են վարվել եւ իրենց չեք ներել կամ ներել եք։ Ես բոլորին ներում եմ։ Բայց կան մարդիկ, Կան։ ումից նեղացած եք։ Բա ոնց չկան, շատ կան, ասենք մոտիկ մարդիկ են եղել, որ ես սենց եմ դարել ինձանից հետ են կանգնել։ Հետո որ սկսեցի երգել, տեսան իրանք TikTok, տուդա-սուդա, Հիշեցի։ նորից եկան մոտիկ, բայց ես արդեն իրենց չեմ ընդունել։ Ուղղակի թող Աստված է իրենց։ Ների։ Այո։ Ես Խոսքը հարազատների մասին է, թե ընկերների։ համ հարազատների, համ ընկերների։ Այսինքն դժվար պահին ձեզ թողեցին մենակ։ Այո, դաժե այդ որ ասում եմ, որ պարկած եմ տեղաշորեն, մի անգամ չեկան ինձ մոտ։ Ունեմ էլի ընկեր ստեղ, Վիգեն անունով, իմ անունից է, ինքն էլ է շատ ուժեղ DJ է Հայաստանում։ Ինձ ստեղ շատ օգնեց, որ եկա, այո։ Եթե ինքը չեղներ, ես հիմա չգիտեմ որտեղ եղնեի։ Շատ շնորհակալ եմ իրանից։ Դժվար իրավիճակները, փորձությունները սովորաբար մաղում են մարդկանց շրջապատը, հա? Առանձնանում են միշտ։ Այո, ոմանք դուրս են տեսնում են մղվում արդեն դու մի քիչ դզվում ես։ այդ իրավիճակներում են։ Դաժե այս վիճակով արդեն գալիս եմ որ օգնեն։ Մտում թե։ Բայց դե ես էլ Արդեն 41 տարեկան տղա եմ, ամեն ինչ հասկանում եմ։ Վիգեն, մեզ մինչև հաղորդումը սկսելը զրույցի ընթացքում ասացիք, որ այստեղից հետո գնալու եք նորից երգելու։ Ուզում եմ հասկանալ օրվա մեջ քանի ժամ եք երգում առավոտյան։ 4-5։ Չէ, առավոտից որ երգեմ, բողոքներ կան, որտեղ լավ աշխատում եմ, այնտեղ շենքեր կան։ Մարդիկ կան հիվանդ ունեն տունը, խանգարում այդ ձայնը։ Դրա համար Տարբեր տեղերում եք երգում, թե միշտ նույն տեղում եք լինում։ Չէ, տարբեր, արդեն տարբեր, բայց նույնն էի։ Որ արդեն սկսեցին բողոքել, գնում եմ ստեղ, այնտեղ պարիկները ինձ շատ են խանգարում, շատ չեն թողում երգեմ։ Դաժե տեսնելով իրանք, не то что իրանք են, իրանք ուղարկում են, որ ինձ ձայնս կտրեմ։ Ինձ հետաքրքիր է կենտրոնում երգել եք, օրինակ Հյուսիսային պողոտայում, որով։ Այո, 3։ Իսկ որտեղ եք հիմնականում դինում։ Օրինակ, եթե մարդիկ ցանկություն հայտնեն ձեզ տեսնել, որտեղ կարող են ձեզ գտնել, որ տարածքներում եք լինում։ Ես շատ եմ սիրում երգել Էվրիկա Խարվեցի մոտ 3-րդ մաս, այո։ Բագրատունյանց 17, անցումի դեմը հենց։ Այնտեղ շատ լավ է աշխատանքս։ Մարդիկ դաժե գալիս են զակազներ են տալիս։ Ես երգի։ Փողը դնում են, հաբոմոց։ Կոպեկ չէ։ Բարձր որ արդեն։ Չէ, շատ լավ է եղնում, բայց էլ եմ ասում, հերիք անում իմ ապրելուն, ես մնում եմ վարձով, խոստելում։ Հա։ Վարձը մի քիչ շատ է։ Վիգեն, ցավոք սրտի շատ հաճախ մարդը իրեն միայնակ է զգում մարդկանց բազմության մեջ, հա, այդ նույն անտարբերության պատճառով մարդկանց։ Հա, լավ չեք։ Չէ, մի քիչ բան եղնում մարդ դմբրումը սկսում է ցավել։ Երկար ժամանակ Ես հասկացա ինչ եք ասում, հա, իհարկե վատ ես զգում։ Որտեղում ես ասենք 5 հատ երգեցիր ոչ մեկ չմատիկացավ, ոնց ված չզգաս։ Ասում ես ժողովուրդ ջան, անտարբեր մի անցեք, հայերս, ես նենց է որ մենակ չեմ երգում, ես ռեպլիկաներ եմ թողում իմ հայ ազգի համար։ Ձեր ցավը տանեմ, առողջ եղեք, լավ եղեք։ Այս երգը նվիրենք մեր մայրիկներին, ովքեր կան, ովքեր չկան։ Այդ վաղտ արդեն սրտները ժողովրդի մի քիչ հասնում եք։ Այո։ Այս որ հիմա ես երգեցի, շատ վատ երգեցի, ասեմ ձեզ, որովհետև սա քշեր երգել եմ ու չեմ էլ քնել, ուղղակի որ քնեի չէի կարող։ Հա։ Ասում են բոլոր այն տեղերում, որտեղ խոսքն այլևս ասելիք չունի, երաժշտությունը խոսում է, հա, հասնում է Այո, մարդկանց երաժշտությունը սրտերին։ շատ բան է հասնում։ Ես երգերում եմ նայում եմ մասսային ու գիտեմ ինչ երգեմ։ Այո, բա երգիչ տղա եմ, այս մոմենտները կան։
ամեն գործի մեջ կա դա։ Եկեն կհիշեք երկու դեպք։ Մեկը Երևանում, հա, փողոցում երգելու հետ կապված։ Մեկը հիշեք այն դեպքը, որը ամենաշատն է ձեզ հուզել, անցորդների վերաբերմունքի հետ կապված, եւ մեկը, որը ամենաշատն է ձեզ ցավացրել։ Այսինքն երկու այդ ծայրահեղ բևեռները մարդկանց։ Ես չեմ կարող ասեմ, որ ինձ վատ մոմենտով հուզել է եղել է, հուզվել եմ, որ մարդ եկել է, ինձ ասել է, բլոգեր է, այն հեռախոսը, որ դրեցի սեղանին ինձ նվեր տվեց, ինձ մանա եկել չի գցել է սայթ, ժողովուրդ ջան այս տղայի համար չեմ կարող գտնեմ iPhone 17 Pro Max իր տված նվերն է, ապրի շատ ապրի, եւ հուզվել եմ այդտեղ, իրոք լացել եմ, որովհետեւ ես вообще չեմ էլ իմացել։ Մեկ էլ մի հատ մարդ որ եկավ ասեց մի ամիսա քեզ եմ ման գալիս հանեց 20000 դրամ դրես ձերքս ու գնաց։ Ես վախտեր ուզվեց որովհետեւ հետո էլ вообще փող չէի աշխատել։ Ոնց Աստված ու գիտեք ինչ է երգում Հիսուսի երգն է երգում։ Իսկ լինում են օրեր որ ընդհանրապես չեք աշխատում։ Չէ, հա, բավոնց, հա, հոգնած եմ եղնում, ձերս փող եղնում է։ Այդ օրվա ծախսերը կհանած, բավոնց, եղնում է 2-3 Չէ, նկատի ունեմ, որ երգում եք, բայց գումար չեք վաստակում։ Չէ, տենց որ չէ, ոնց էլ չեղնի ես իմ ծախսիս հանում։ Հա։ Ոնց էլ չեղնի, ել եմ ասում ժողովրդի ցավը դրան մեր հայազգի։ Շատերը գիտեն ես կռվում եմ սենց եղել։ Պատերազմում կաստինները տեսնում են գողս դրած, գալիս են հարց են տվել, ասում եմ չէ։ Հետաքրքրվում են ամեն դեպքում։ Հետաքրքրվում են ամեն դեպքում։ Շատ են հետաքրքրվում, ինչ եղել, ոնց եղել, ինչով օգտվում։ Մեկ էլ ձեմ ես մի հատ կնիկ մի սունկա հացմաց հավաբերես դրած, ժողովուրդը խմելու բաներ, կոֆե, չայ, սենց բաներ, կոկա-կոլա։ Նո սենց բաներ շատ է եղնում, շատ։ Երկու սունկերով այդ մեմ տուն սենց հացով մացով։ Դուք ասացիք, որ մինչև արտաքսումը դեպորտացիան Հայաստանում չեք եղել։ 18 թվին եկա գնացի մի ամսով։ Այդ մեկ ամսով։ Ինձ հետաքրքիր է դուք նախ լեզուն պահպանել եք, որովհետև տանը խոսել են հայերեն։ Ես լեզուն պահպանել եմ, որովհետև հայերեն եմ երգել։ Երգել եք։ Այո, հայերեն եմ երգել, բա ոնց։ Ես հայկական երգիչ էի, ինձ կանչում էին որպես երգիչ։ Այդ հարսանեկի երգիչը։ Իսկ հայերի մասին ինչ պատկերացումներ ունեիք։ Այ հիմա նկարագրում։ Երբ որ ապրում էիք այնտեղ, հա, ինչ պատկերացումներ ունեք հայերի մասին, որովհետև հիմա նկարագրում եք դեպքեր, մեկը հաց է տալիս, մեկը գումար է տալիս ձեզ գտնում։ Այո, այստեղ։ Չէ, երբ որ ապրում էիք Ռոստովում, այնտեղ հայերի մասին ինչ պատկերացումներ ունեք։ Արդյոք ճիշտ էին ձեր պատկերացումները եւ երբ որ եկաք Հայաստան, համոզվեցիք դրանում։ Այսինքն մտածում եք, որ այդքան կարեկցող կարող են լինել։ Չեմ մտածել, որովհետև չեմ էլ տեսել այնտեղ դες բաներ։ Եկել եմ իմ փողոց աշխատել եմ հարսանեկա, ասենք կամ ծնունդա, կնունքա, քեֆերա։ Ես ռուսական հարսանեկ եմ անցկացրել մենակով, նոթբուքով, դինամիկներով, համալիրի հետ։ Շատ ընտիրձևով մարդիկ կանչում են ինձ ռուսները, որ ես իրենց հարսանեկը երգեմ։ Ամեն պրոգրամա ունեմ, ամեն ինչ ունեմ։ Ասենք ինչ որ հարսանեկին պետք է երգել, ես երգում եմ, համ հայկական, համ ռուսական։ Բայց մինչև Հայաստան գալը մտածում եք, որ այդքան կարեկցող կլինեն։ Չէ։ Չեմ մտածել, բայց տեսակ։ Այո։ Մեր հայերից հավատամ եմ, ել եմ ասում, որտեղ էլ եղնեմ, որտեղ էլ ինչ եղնի, Աստված պայի բոլորի վալիկներին։ Շատ լավ, Վիգեն, եթե ունեք ավելացնելու բան, գուցե եւս մեկ անգամ դիմեք բոլոր այն մարդկանց, ովքեր կտեսնեն, կնայեն մեր հաղորդումը։ Եթե կարող են իհարկե ժողովուրդը, որ ինչ որ բանով կարող են օգնեն, այս մի ամսվա մեջ ես իմ հարցս լուծեմ, բոլորի համար կգնացեմ։ Ինչ ուզում եղնի։ Ինչ ասեմ, եւ ուզում եմ շնորհակալությունը, լավություն չմոռացող բարև տամ իմ երեխայիս, Սերժիկիս, մայրիկիս։ Խնդիրը կհաղթահարեք, հուսով եմ կհաղթահարեք եւ բարեհաջող հաղթահարելուց հետո ունեք այսպես նախագծած որևէ նպատակ, որին հետևից գնալու եք։ Այ խնդիրը հաղթահարելուց հետո շատ ուժեղ ռեստորաններից ինձ սպրոս կա։ Բելաջո։ В общем, անունները չեմ հիշում, տերերը եկել են ինքները ինձ մոտիկացրել են, ասել են որ դզվես
կգաս։ Խնդիրը ոտքի վրա կանգնելու։ Գամ էլի մի անգամից, բայց դե ցավները տանեմ, այդպես։ Այս պահին մի խոսքով, եթե ձեր ոտքի խնդիրը վիրահատության խնդիրը լուծվի, դուք Պատրաստ եմ, իհարկե, հարսանիքներ, դհոլ, երգեր, ռուսական, հայկական, շանսոնն եմ շատ լավ երգում, ձենս տեղ եմ փոխում շատ ուժեղ, ասենք բուտիրկայի ձայնով եմ երգում, նագավիցին, սենց ասեմ, կան մարդիկ, որ չեմ ասում պրամ տոչնի, բայց դες շատ եմ մանասնում ու մարդիկ կանց դուրը գալիս հա, հետո ես ունեմ իմ ձայնս, որը իրանցից էլ լավ է ստացվում, այո։ Ես հույս ունեմ, որ հաջորդիվ կնկարենք արդեն ձեզ առողջացած, ոտքի կանգնած եւ Աստված տա, ես ձեզանից շատ շնորհակալ եմ, որ այսօր ինձ հրավիրել եք այստեղ, շատ շնորհակալություն եմ ձեզ հայտնում, եթե Աստված տա լավ եղնի, ինչ ասեմ։ Շնորհակալ եմ շատ։ Շնորհակալություն, որ չվերժեցիք։ Ես հիշեցնեմ, որ մեր հյուրը 41-ամյա Վիգեն Բաղդասարյանն էր, ով ունի ոտքի խնդիր, բուժման կարիք եւ նաեւ շատ լավ երգում է ու դհոլ նվագում։ Դուք եւս կարող եք հաղորդման մեկնաբանությունների դաշտում գրել ձեր պատմությունը։ Մենք պատրաստ ենք այն եւս ներկայացնել։